Նոյեմբերի 12-ին և 13-ին ժեստ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կմեկնարկի պրոֆայլինգի վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի հատուկ հյուրն է միջազգային փորձագետ Սվետլանա Լեգատոն։ Բիզնես հաջողություններից ու գրագետ կառավարումից մինչև մարդկանց իրական հույզերի բացահայտում։ Հայաստանում առաջին անգամ Սվետլանա Լեգատոն հայ հանրությանը պրոֆայլինգը կներկայացնի տարբեր կողմերից։ Պրոֆայլինգը հարաբերություններում իրար ճանաչելու մասին է։ Իրար ճանաչելու մասին է ոչ միայն խոսքի միջոցով, ոչ միայն ինքնաներկայացման միջոցով, այլև ինչպես Լեգատոն է ասում, ոչ վերբալիկայի միջոցով, այսինքն ոչ խոսքային հաղորդակցման միջոցով, բոլորին հայտնի է ոչ խոսքային հաղորդակցության առանձնահատկությունների մասին հայերեն ձեռնարկը ինձ է պատկանում, հայալեզու, եւ սա շատ լավ միքս է լինելու, հատկապես ստի մերկացման դաշտում, որտեղ հարաբերություններում միշտ կործանարար է սուտը, իսկ պրոֆայլինգի առաջատար կողմերից մեկն է հենց ստի մասին խոսել եւ ստի բացահայտման մասին խոսել։ Ժեստ հոգեբանական կենտրոնի համահիմնադիր հոգեբան Մարիամ Մեհրաբյանը տեղեկացնում է, իրենք մշտապես կազմակերպում են նմանօրինակ հանդիպումներ։ Ժեստում կարևորում են միջազգային մասնագետների հետ սերտ համագործակցությունը։ Սվետլանա Լեգատոն պրոֆայլինգի աշխարհում այդ ոլորտում բազմափորձ միջազգային դասի էքսպերտ է, ով շատ երկար տարիներ եւ շատ ակտիվ կերպով, քիչ տեսությամբ, բայց շատ պրակտիկայով մարդկանց սովորեցնում է ինքնաճանաչողությունը։ Ինչու է պետք պրոֆայլինգի մասին ճիշտ պատկերացում ունենալ, բացատրում է հոգեբանը։ Ես ուղղակի վստահ եմ, որ թե նոյեմբերի 12-ին, թե նոյեմբերի 13-ին մարդիկ պրոֆայլինգի մասին գիտելիքները Սվետլանա Լեգատոյի հետ կտանեն իրենց հետ շատ երկար ճանապարհ։ Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Էլիտ Պլազա Ադասի բիզնես կենտրոնում, որտեղ որ Գյուլբենկյան եւ Քրքորյան հոլերը մենք արդեն միացրել ենք իրար, այդքան հետաքրքրությունը մեծ է։ Մարիամ Մեհրաբյանը տեղեկացնում է, պրոֆայլինգի վերապատրաստման դասընթացը մի շարք գործընկերների համագործակցության արդյունք է։ Այս անգամ հրաշալի գործընկերներ ունենք կազմակերպիչների մեջ, մարդիկ են ներգրաված, որոնք որ մեծ հավակնությամբ գալիս են պրոֆայլինգի հետ կապված իրենց գիտելիքների ետևից։ Գործընկերներից առաջինը կանանց գործարար ակումբ Մադամ ակումբն է լինելու, ովքեր որ հատկապես նոյեմբերի 13-ին ավելի գործարար թեմա ենք ընտրել լիդերության եւ փսիխոտիպերի մասին է, որը որ օգնելու է մարդկանց խմբում, ովքեր որ ունեն իրենց գործարար կապերը, իրենց բիզնեսները, սեփական լիդերությունը ճանաչելու կապված իրենց անձի փսիխոտիպի հետ։ Ուսուցիչներ, գործարարներ, ուսանողներ ու արվեստի գործիչներ։ Դասընթացի մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր մասնագիտություններ ու հետաքրքրություններ ունեցող անձինք։ Ես կարողացա նաև պրոֆայլինգի այդ հարաբերությունների մեջ կետը ուսուցիչներին տեղ հասցնել, որ հատկապես դեռահասների հետ աշխատանքում զուտ պրոֆայլինգի շրջանակներում դասը շաբաթը մեկ անգամ կամ ամիսը մեկ անգամ կարող է մտերմացնել։ Մենք ունենք ծնող երեխա գրանցումներ, այսինքն տղան 16 տարեկան է, արդեն իր փոքրիկ այդ on-line shop-ն է անում, մայրիկը մասնագիտություն է փոխում, եւ նրանք երկուսով որոշեցին գալ փորձագետի հետ հասկանալ իրենց ուղղությունը ճիշտ է գնում եւ ինչպես անեն, որ ել ավելի հարստացնեն իրենց փորձը։ Ժեստ հոգեբանական կենտրոնը տարվա ընթացքում 1-ից 2 անգամ Հայաստան է հրավիրում միջազգային ճանաչում ունեցող փորձագետների, որոնք անդրադառնում են հոգեբանության համար կարևոր ու թիրախային թեմաների։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմանուր։